իսկ մեր եթերի լավագույն հատվածներից մեկը ինձանից ձախ է գտնվում, որը շատ եմ սիրում, որովհետև այնտեղ է պատրաստվում աշխարհի ամենահամեղ ուտեստների մի շարք տեսականի։ Իսկ հեղինակը բնականաբար Ադրինեն է։ Ադրինե ջան։ Ջան Սուրեն ջան, ես քեզ սպասում եմ այստեղ։ Բարի առավոտ, իմ շատ թանկագին հեռուստադիտող, ողջունում ենք ձեզ եւ ասում ենք միացեք մեզ։ Մնացեք մեզ հետ այս 2 ժամը մենք կփորձենք ձեր տրամադրությունը բարձր պահել։ Իմ գործընկերները ոչ մի բան չեն խնայում, ապա տեսեք ինչպիսի ինձ ուշադրություն են դարձրել շոկոլադով, սուրճով։ Իհարկե ես չեմ խրախուսում առավոտը սկսել սուրճով, պետք է սկսել մի բաժակ ջրով, այն սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք առավոտյան 1 բաժակ, հետո մի 20 րոպե հետո լավ նախաճաշեք, համեղ ճիշտ նախաճաշ, ուրեմն ձեր օրգանիզմին սնուցեք, այնուհետև անցեք մյուս ձեր աշխատանքներին, բայց ես չեմ կարող հրաժարվել այս հաճույքից, որովհետև մեզ ամեն դեպքում մի փոքր էներգիա է պետք առավոտյան, այնպես որ շատ շնորհակալ եմ այս հրաշքի համար, ես այսպես ձեռքի հետ կօգտվեմ սուրճից եւ իհարկե առաջարկեմ օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ, հագեցնող, տեղը տեղին կերակուր։ Եթե ես 3 առաջարկել էի, ուրեմն քաղցրի տարբերակ, ինչը դե մի փոքր այսպես շեղում է խոհանոցը, ավելի այսպես ռոմանտիկ է դարձնում, այսօր անցնում ենք իսկական գործողությունների, տաք ուտեստ ենք պատրաստելու, ինչի համար մեզ անհրաժեշտ է հավի այս փոքրիկ բդիկները, ճիշտ է թևիկի հատվածն է, բայց դե ոնց որ բդիկներ լինեն, մեզ սրանք են պետք եւ իհարկե բրինձ, այսօր փլավ ենք պատրաստելու, տոմատի մածուկ ենք օգտագործելու, ինչպես նաեւ լոլիկ սեփական հյութի մեջ, մեզ իհարկե սա առաջարկում է մեր գործընկերը Իջևանի գինու եւ պահածոների այդ մեծ գործարանը, որը ունի հրաշք արտադրանք մեծ տեսականի պահածոների եւ իհարկե համեղ գինիների, իհարկե այսօր կօգտագործենք այս տարբերակը լոլիկ սեփական հյութի մեջ, ինչը շատ ավելի համեղ կդարձնի մեր կերակուրը։ Անցնենք առաջ, իսկ ինչ ենք անելու։ Ունենք մի 2 գործողություն, առաջինը գլխավորը պետք է մարինացնենք մեր այս փոքրիկ բդիկները եւ ապա տապակենք այն։ Մեզ պետք է մի աման, ահա այս թասիկի մեջ ես կմարինացնեմ եւ այստեղ մեզ պետք են լինելու շատ համեմունքներ։ Գիտեք, առանց համեմունքների իմ խոհանոցը այսպես գործի չի անցնում, բայց համեմունքների առումով մշտապես ես ասում եմ, ընտրությունը ձերն է։ Ես անձամբ շատ սիրում եմ, շատ օգտագործում եմ։ Դուք որոշեք, ձեզ ինչն է ավելի հաճելի։ Ահա, ես մի փոքր տաք եմ հագնված, ժողովուրդ ջան, բայց դա չի խանգարի աշխատելուն։ Այսպես, անցանք առաջ։ Ահա, ինձ մոտենում է օգոստոս ամիսը, ես հունվարն եմ, ինքը օգոստոսը, ես այսօր այսպեսի անվանում եմ ուզում տալ մեզ, ես հունվարն եմ, դու օգոստոս, իհարկե դու միշտ օգոստոս ես, ես տարիների Սուրենի ճանաչեմ, ինքը միշտ օգոստոս ասում։ Այո, ես սիրում եմ ամառը, արևը, ջերմությունը, տաք տրամադրությունը եւ Ադրինե, հիմա դու այսօր ոնց որ թե պատրաստում ես այն ինչը որ ես շատ եմ սիրում, հա, թռչնամիս, բրինձ եւ էլի շատ համեմունքներ։ Լավ, ես քեզ ինչա շատ համեմունքներ, հիմա հերթականությամբ համեմ ենք մեր բդիկները, այս թևիկի մասը, ես բդիկ եմ ասում, հետո ասում եմ թևիկ, ժողովուրդը կասի, այս ինչ ասում, բայց նման է, չէ, թևիկ, բդիկի, այո, փոքրիկ բդիկներ, այստեղ օգտագործում ենք կարմիր պղպեղ, իմիջիայլոց մարինացման համար, յուրաքանչյուր մսամթերք մարինացման համար պետք է մի փոքր առատ օգտագործել համեմունքը, որովհետև պետք է այսպես ասած ներծծվի այս ամենը, համերը միախառնվեն, սա շատ կարևոր է, որ մի փոքր համեմունքը առատ լինի։ Քրքում եմ օգտագործում անպայման այստեղ եւ իհարկե այստեղ ունեմ պահած արդեն մի փոքր այստեղ չաման է սա, չորացրած։ Ճիշտ է, թեժ է լինելու այսօր ուտելիքի համար։ Բայց չենք վախենում, որովհետև եփվելու ընթացքում
ամեն բան իր տեղը կընկնի, ոչ մի խանգարող հանգամանք չի լինի։ Այստեղ խմելիս ունելի անպայման, որովհետև ամենահամահունչ թշնամթերքի հետ ամենահամահունչ համեմունքն է խմելիս ունելին։ Ես շատ եմ հավանում, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման այս տարբերակում օգտագործել։ Բնականաբար բուսայուղ, այսպես լավ առատորեն օգտագործենք նաև բուսայուղ եւ իհարկե պետք է այն խառնել, պետք է խառնենք, քանի որ Սուրենը իմ կողքին է, ես ինչ որ էքսպերիմենտներ չեմ անի, այլ այսպես կխառնենք, իհարկե այստեղ պետք է ձեռքերով, այո, որ տրորվի ամբողջությամբ, ես ձեռնոցներից հեռու է չեմ ուզում հիմա։ Ասա ես չես կողքին։ Շատ հեռու է, այո, շատ հեռու է դրա համար։ Երկու կանգառ ներքևա ձեռնոցներում Այո, այդպես։ Դե այդպես էլ է լինում։ Ոչինչ։ Սա խառնվել է, թողել ենք մի քիչ որպեսզի։ Այո, մի քանի 10-15 րոպե մնա եւ հետո մենք այն կսկսենք տապակել։ Եվ հիմա, այսպես կթողնենք մի կողմի վրա, ընթացիկ, եթե ես տեսնեմ ինչ որ համեմունք, էլի պիտի աղը չենք ավելացրել, Ընթացիկ, ամենակարևորը, իսկ աղը այս պարագայում, մարինացման պարագայում հաստատ շատ կարևոր է, այսպես, իհարկե աղը չի խրախուսվում, բայց ես կարծում եմ ավելի լավ է, որոշակի թեթև չափաբաժնո, մի փոքր, այո, անպայման, որովհետև առանց աղի կերակուր համ չունի հաստատ, մանավանդ հիմա աղերը մի տեսականում անում են, մի բան է։ Դե հետո մենք հայերս այնպիսի աշխարհագրական դիրքում ենք ապրում, որ շատ ենք օգտագործում աղ, շատ ենք օգտագործում հացամթերք, հացահատիկով պատրաստված բաներ, խոսքով, բայց ասեմ, որ դա օգնում է, որպեսզի կարողանանք այս եղանակների կտրուկ փոփոխությանը դիմադրել, շատ ճիշտ է։ Ես մշտապես, չգիտեմ, ժամանակ ունենք երկու բառով ասեմ, որ մշտապես դեմ եմ եղել, որովհետեւ սնունդից հրաժարվելը, սա չեմ ընդունում բոլորովին, ամեն ինչ պետք է հացահատիկն էլ է պետք, քաղցրն էլ է պետք եւ այլն, ամեն ինչ պետք է ճիշտ չափաբաժիններով, այո, ամեն ինչ չափի մեջ, բայց պարտադիր պայման։ Եվ նաև համաձայն չեմ այն, որ ասում են գիշերը հանկարծ չուտեք, գիշերն էլ կերեք ճիշտ ժամին, քիչ թեթև որևիցե բան անպայման կերեք։ Սա մի քիչ վիճեն է անդրին, որովհետև երբ մարզիչները հենց խորհուրդ են տալիս գիշերը ոչ թե չուտել ընդհանրապես, այլ ուտել թեթև ինչ-որ ուտես, օրինակ վերջերս երբ որ մարզում ենք եւ նկարահանում ենք հենց Hills համալիրում, հենց այնտեղ մարզիչը, պրոֆեսիոնալ մարզիչը խորհուրդ տվեց, որպեսզի, նայեք, այսպեսի բան կա, հա, քանի որ արդեն նշեցի Հայաստան, աշխարհագրական դիրք, հաց, հացամթերք եւ այլն, եւ հայկական ավանդական փոր, որը հատուկ է տղամարդկանց մոտ 40 տարեկանից բարձր, առավել եւս, ու հետո այդ փորը 40 տարեկանից հետո էլ շատ դժվար է որևիցե ձև մարշելը։ Եվ ինչ խորհուրդ տվեց մարզիչը, որ օրվա ընթացքում բաժանեք կերակուրի հա տեսականին, այսինքն շատ առավոտը սկսել թեթև նախաճաշով, ցերեկվա ժամին, հա, արդեն կարելի է ուտել այն ուտելիքները, որոնք շատ եք սիրում եւ պետք չի հրաժարվել դրանցից, բայց ամեն դեպքում հետը նաեւ օգտագործեք բանջարեղեն, որպեսզի օգնի օրգանիզմին մարսել եւ դա իհարկե ամբողջ օրվա ընթացքում կանի իր գործը եւ երեկոյան արդեն շատ թեթև ուտելիք օգտագործեք եւ դա պարտադիր արեք քնելուց 3 ժամ առաջ, որովհետեւ եթե օգտագործեք եւ 1 ժամ հետո գնաք քնելու, այդ ամբողջ ուտելիքը չի հասցնում օրգանիզմը իհարկե մարսել եւ դա դառնում է ճարպ եւ արդեն ճարպն է տղամարդկանց մոտ հատկապես դառնում է հայկական ավանդական որովայնի շրջանում ընդհանրապես կապ չունի տղամարդեկին, որովայնի շրջանն է շատ արագ այսպես ճարպակալում եւ մեծանում, դա բնությունն է այդպիսին։ Այո, ես ասելով գիշերը ուտել նկատի չունեմ երկուսին ուտել եւ գնալ քնել, բնականաբար, այո, անպայման եւ թեթև սնվել, աղցաններով, բանջարեղենով սնվել եւ ապա փորձել ընթացքում մարսել այդ բոլորը եւ գնալ եւ իմիջիալոց քնել ճիշտ ժամանակին, սա էլ է շատ պարտադիր պայման, որ այդ ճարպակալումները եւ այդ բոլոր պրոցեսները, այո, չկատարվեն։ Մի խոսքով շատ այո, վիճելի հարց է։ Այո, վիճելի եւ ինդիվիդուալ, ամենակարևորը փչացնել մի քիչ քաղցրը, օրվա ընթացքում օգտագործումը հատկապես երեկոյան ժամերին քնելուց առաջ չուտել քաղցր, եթե իհարկե ցանկանում եք այդ սլացիկ եւ գեղեցիկ կազմվածքը ունենալ, որտեղ մենք միշտ մտածում ենք, որ պետք է մարզվել
այո, մարզվելը շատ կարևոր է, որովհետև մարզվելը տալիս է մարմնի ձգությունը, թարմությունը, տրամադրությունը, եւ այդ ամենի հետ նաեւ հետեւել սնունդին, որովհետև երկուսը միասին եթե բալանսավորված պահում ես, ապա քո երազած այո, ամեն բան քո ուզածով է լինում, այո, շատ ճիշտ է, կյանքը այդպեսին է, պետք է փորձել ամեն բան բալանսավորել, ճիշտ է, մշտապես դա չի լինում, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ, կյանքը աշխատանք է, այսպես ասած, եւ պետք է այս դիմադրել այս բոլոր կանոններին, փորձել հարմարվել եւ այսպես գնալ առաջ։ Եվ հետո ամենակարևորը շատ ժպտացեք, շատ օրվա ընթացքում եղեք ավելի պոզիտիվ, որովհետեւ դա շատ կարևոր է, որովհետեւ նման դեպքում, երբ որ դու մտածում ես ինչ-որ ջղայնացած կամ վատ մտքերի մասին, այդ ամենը անմիջական ազդեցություն է ունենում քո օրգանիզմի վրա եւ վատառողջ ես դառնում եւ իհարկե նաեւ ֆիզիկական կազմվածքը չի կարողանում բալանսավորել։ Այնպես որ ժպտացեք, մի փոքր ամեն դժվարությունները հասկանում եք, իհարկե դժվարությունները այս օրերին շատ է, մտածելու շատ բան կա, բայց հիշեք, որ մեկ անգամ ենք ապրում եւ պետք է այդ ամենը նաեւ կարողանալ դասավորել այնպես, որպեսզի մաքսիմալ կերպով կյանքից ստանալ այն հաճույքն ու կարևոր էմոցիաները, որոնք մերն են եւ մեր հարազատների համար։ Լավ, շատ ինչ-որ փիլիսոփայեցինք, այս բան փոքրիկ դասա։ Բայց շատ տեղին է, ես կարծում եմ, ինձ թվում է մեր բոլոր հեռուստատիտողները համաձայն են այս ամենի հետ, բայց այնուամենայնիվ եկեք փորձենք մեր օրը դարձնել մի փոքր այս գորշության մեջ դարձնել մի փոքր գեղեցիկ։ Եվ այսպես ես միայն ասեմ, որ սա մի փոքր ավելի ուշ կսկսենք տապակել, հետո կսկսենք պատրաստել բրինձը մեր լոլիկով, մնացեք մեզ հետ, որպեսզի ամենահետաքրքիրը դեռ գրանցեք։ Այո, իսկ հիմա կարճ դադար, հետո կվերադառնանք արդեն։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողներ ջան, անցնենք առաջ եւ պատրաստենք օրվա կերակուրը։ Այստեղ մենք ունենք մարինացված տարբերակով փոքրիկ բդիկներ, այսինքն ավելի շուտ թևիկի հատվածն է, բայց շատ մսոտ եւ համեղ հատված է սա, իմիջիայլոց շատ համեղ, ես ինքս շատ սիրում եմ։ Մարինացված է տարբեր համեմունքներով, խմելի սունելի, կարմիր եւ սև պղպեղներ, բնականաբար աղ եւ իհարկե քրքում եմ այստեղ ավելացրել։ Հիմա պետք է արդեն տապակենք այն, շտապենք, որպեսզի հասցնենք մեր օրվա բաղադրատոմսը, այսպես ասած, տեղ հասցնել, ահա, մի փոքր հենց թավան տաքանա, ես արդեն կլցնեմ թավայի մեջ։ Յուղ դեռ չեմ ավելացնի, որովհետև մենք բուսայուղով այն մարինացրել ենք, բավականին այսպես հաճելի յուղի մեջ ինքը թաթախված է եւ իհարկե այս կաթսայի մեջ արդեն անցնենք առաջ, քանի որ նշել եմ փլավի տարբերակ ենք այսօր պատրաստում, մեզ պետք է այս կաթսայի մեջ լցնել մեր պահածոյացված լոլիկը սեփական հյութի մեջ։ Այս տարբերակը այսպես հենց ամբողջ ես տարան ամբողջ սրվակ օգտագործում եմ, իմիջիայլոց շատ տեսեք որքան հյութեղ, որքան գեղեցիկ եւ որքան խիտ է այս հյութը։ Իհարկե մենք այստեղ դեռ եռացրած ջուր ենք ավելացնելու, իմիջիայլոց նշեմ, այսպես սա թող մնա։ Հիմա կփորձեմ հենց կաթսայի մեջ շատ այսպես զգուշորեն լոլիկը պարզապես կիսել երկու մասի, պետք չէ մանրացնել, պարզապես հակառակը, այսպես ասած, այս ուտեստի հաճույքը եւ գեղեցկությունը լինելու է հենց ամբողջական լոլիկների մեջ։ Պարզապես 2.5 այսպես կանեմ, որպեսզի ուտելիս մի փոքր էլ նաեւ հարմար լինի։ Եվ կթողնենք հանգիստ իրեն համար եփվի։ Որ լոլիկը խոշոր է, սիրելիներս, կարող եք 2-3 մասի բաժանել, փոքրերը 2 մասի, խոշորները 3, բայց այս ամբողջականությունը պետք է պահպանենք։ Եվ իհարկե այստեղ ուզում եմ ավելացնել մի փոքր պղպեղի մածուկ, էլի Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս համեղ պահածոն, նաեւ ավելացնեմ սա, ներող կլինես, Սուրեն ջան, գթալ վերցնեմ, ահա այսպես, 2 գթալ ճաշի պղպեղի մածուկ, որ շատ ավելի համեղ ստացվի մեր այս սոուսը։ Եվ իհարկե այստեղ եռալուց հետո ավելացնելու ենք մեր բրինձը։ Ադրինե, ես հասկանում եմ, որ դու այսօր շատ համեղ բան ես պատրաստում, ես այստեղ նաև անկյունում տեսնում եմ թթուների տեսականին, ասեմ, որ դա իմ թուլությունն է, ես տարվա բոլոր եղանակներին շատ եմ սիրում թթու եւ հատկապես շատ սիրում եմ տանը այն դրված թթուներ ծաղկակաղամբով։ Մամաների թթուները, այո, ես իհարկե, չգիտեմ, Լիլիթը պատրաստում է թթու։ Վերջ,
Դու իհարկե Բախտիկյանն ես, ես գիտեմ, որ Լիլիթը հրաշալի խոհանոցում, տիրապետում է ամեն ինչին։ Դե նայ, Բախտս ինչով ա բերել։ Մինչև ամուսնանալը ես ճաշակում էին համեղությունները մաման էր պատրաստում, որովհետև շատ համեղ է պատրաստում ամեն ինչ մաման։ Հետո արդեն Լիլիթի պատրաստած եմ ուզում որ էլի շատ համեղ է, իսկ այս դեպքում արդեն գալիս եմ առավոտյան այստեղ։ Քո պատրաստած էլի շատ համեղ է, հետո տանը շարունակվում եւ աշխատանքի վայրում էլ նույնպես էլի մեր շեֆ խոհարարը հիանալի է պատրաստում, այնպես որ Հրաստա ինչ ես ուզում երկնքից կրակ ես։ Իհարկե ոչ։ Եթերից տրամադրություն ենք ուզում։ Համեղ թթու վարունգ, այս կանաչու անունը չգիտեմ ինչ է։ Սա Շուշան է։ Շուշանն է։ Ինչու եմ Շուշան ջան, Այո, Շուշանն էլ է այսօր մեզ հյուր։ Չնայած մենք իրեն հետ մի փոքր վատ կվարվենք, բայց դե հիմա ես Շուշանին կուտենք, որովհետև ինքը շատ համեղ է։ Այսպես ես իհարկե այստեղ պատրաստել եմ արդեն ծիծակը, այս բոլորը թթվի տեսականին սիրելիներս կներեք այս տեսքի համար, բայց ես պարզապես դրել եմ, այո, խոհանոցային process-ը ես դրել եմ, որպեսզի ջրքամվի այս թթուն եւ ասեմ, որ ծիծակները արդեն մաքրել եմ, միջուկը հանել եմ, ինչ եմ անելու։ Այս համեղ ուտեստի հետ պետք է նաեւ ունենանք որոցե համեղ աղցան եւ այստեղ շատ համահունչ կլինի թթվով աղցանը, ես շատ արագ այս բոլորը կմանրացնեմ, կմիախառնեմ եւ կստանանք հրաշալի մի հավելում։ Բաղադրատոմսը ոչ մի խոհարարական գրքում չեք գտնի, սա made in Adrien է։ Այդ մեկը ճիշտ ասա։ Դա հաստատ այդպես է։ Ինչ կա եւ մտածում, սա խառնենք նա իրար եւ կստացվի համեղություն։ Adrien-ը եթե ամեն ինչ ասեցիր արդեն։ Այո, ես ամեն բան ասեցի, հիմա կտապակենք այս համեղ միսիկը եւ հետո արդեն այստեղ էլ կավելացնենք բրինձը ու այն միախառնման process-ը իհարկե հեռուստադիտողի հետ անպայման միասին։ Մենք պատրաստում ենք հավի թևա բդամասեր։ Այո։ Այո, երկուսը միասին։ Եվ այստեղ այս հրաշք լոլիկն է։ Ես դեռ համեմունք չեմ ավելացնում, որովհետև ինքը հոտ է տարածվել էլ դուսս։ Այո, ինքը արդեն ինքնին համեմված է։ Մեր ռեստորական ինչպես որ վերջ։ Վերջ։ Այս պահին կարճ դադար մեր եթերում, հետո կվերադառնանք։ Փոխեք ալիք։ Շատ հաճելի է լսել, որ ես կարողանում եմ կարգավորել որոշակի սննդային հարցեր, դա ինձ շատ հաճելի է եւ ասեմ, թե այսօր ինչ ենք պատրաստում, եթե կան մարդիկ, որ հենց նոր են միացել մեզ, ասեմ, որ այսօր շատ հագեցնող եւ համեղ, ինչու ոչ, ինչ որտեղ նաեւ օգտակար սնունդ ենք պատրաստում, այսօր պատրաստում ենք հավի փոքրիկ թևիկներ եւ իհարկե բրինձ։ Այստեղ արդեն տապակվել է, ամենասկզբում մենք այն մարինացրեցինք բազմապիսի համեմունքներով, համեմունքների ընտրությունը ամբողջովին հանձնում եմ ձեզ։ Ես այստեղ օգտագործել եմ խմելի սունելի, սև եւ կարմիր պղպեղ, աղ եւ քրքում։ Եվ ամբողջովին շատ գեղեցիկ տապակված է, բայց դեռ գործ ունենք անելու։ Իհարկե այստեղ արդեն սիրելիներս, ինչպես հիշում եք, մենք այստեղ լցրեցինք կաթսայի մեջ ամբողջական լոլիկներ սեփական հյութի մեջ, ավելացրեցի այնտեղ 2 ճաշի գտալ պղպեղի մածուկ, շատ համեղ են այս բոլոր համադրությունները եւ իհարկե բրինձն եմ արդեն ավելացրել, սիրելիներս, այստեղ ունեմ 1.5 բաժակ բրինձ եւ այստեղ ավելացրել եմ նաև այս լոլիկի հյութի հետ 3 բաժակ նույն բաժակով, ինչով որ բրինձն եմ լցրել, այդ բաժակով 3 բաժակ եռացրած ջուր եմ ավելացրել եւ արդեն ամբողջովին համարյա թե եկեք միասին նայենք, համարյա թե բրինձը, այսպես ասած, աճել է։ Ես այստեղ մի փոքր համեմունքներից պետք է ավելացնեմ նորից սև պղպեղ, աղ եւ իհարկե այսպես սև պղպեղ, մի փոքր ինչու ոչ կարմիր պղպեղ եւ իհարկե քրքում եւս կավելացնեմ էլի նույն սիստեմով կառաջնորդվենք այսպես Սուրեն ջան ինձ թվում է գույնը արդեն ամեն բան Ես ասեմ որ այստեղ արդեն ամեն ինչ շատ լավ է Այո, շատ լավ է Գցելու շատ ճիշտ արվեստն է որին հիմա Adrien-ն էսպես ներկայացնում է Եվ ես ասեմ հիմա ինչ ենք անում սիրելիներս այո Ուտում ենք Շուշանը Հիմա տեղափոխում եմ կաթսան եւ այս համեղ, շատ համեղ թևիկները ավելացնում ենք մեր բրնձի վրա ամբողջական այսպես յուղով իր համեմունքներով վայ չուտող վայ չուտողին իսկապես դե ջիջի դու այսօր մի քիչ վատ առողջես կլավանաս բայց մենք քո բաժինը բնականաբար կպահենք այնպես որ հանգիստ եղի ամեն ինչ լավ է ես ուզում եմ ասել որ
այս ամենը այս համեղությունները Ադրինեն պատրաստում է եւ հետո արդեն այս գեղեցիկ աղցանը եւ Ադրինեն օգնում են իհարկե Ջևանի գինու գործարանի կողմից ներկայացող նաեւ պահածոների լայն տեսականին, որտեղ արդեն դուք տեսնում եք արդեն օգտագործել է եւ կոմպոտները, որոնք տալիս են այդ տնականի համը, ինչպես ասում են, եւ շատ համեղ են եւ շատ զովացուցիչ, առավել եւս քանի որ եղանակները տականում են եւ շատ հեղուկ պետք է օգտագործել, այս դեպքում շատ լավ է որ կոմպոտ լինի, հա, ինչ որ տանը պատրաստած, իսկ եթե դրա ժամանակը չունեք, ապա Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկող տանը պատրաստած կոմպոտները հենց ճիշտ ձեզ համար են։ Եվ այս կերակուրի հետ շատ համահունչ կլինի։ Այո, չմոռանանք նաև կաթնամթերքի մասին առավոտյան նախաճաշել, ինչպես միշտ հորդորում է Ադրինեն բոլորին, նախաճաշեք, լավ հաց կերեք, հետո նոր տանից դուրս եկեք։ Նախաճաշելու համար շատ կարևոր է կաթնամթերքի առկայությունը մեր օրգանիզմում, որը ապահովում է օրգանիզմի սպիտակուցները, այսինքն տալիս է այդ էներգիան։ Այս դեպքում էլոլան, որը շատ թարմ կաթնամթերք է ներկայացնում, իդեպ հենց սյունած լեռներից եկող այդ հրաշալի համը կա եւ կարող եք զգալ այդ համը եւ իհարկե առողջ սնունդ օգտագործել։ Իդեպ Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները նույնպես ունեն այդ հնարավորությունը, որովհետև այնտեղ հայկական խանութներում առկա է էլոլայի ողջ տեսականին։ Ու չմոռանանք նաև այն ամենի մասին, ինչը օգնում է Ադրինեին պատրաստել այստեղ այս համեղությունները։ Tramontina բրազիլական բրենդը արդեն իսկ Հայաստանում է, ներկայացված է Հայաստանի լավագույն սուպերմարկետներում եւ իհարկե հասանելի բոլորին։ Իդեպ հասանելի է ոչ միայն տնային տնտեսուհին, ովքեր տանն են պատրաստում, նաև իհարկե խոհանոցային ոլորտի աշխատողներին, որտեղ ռեստորանային ոլորտում նույնպես Tramontina-ն ներկայանում է իր շքեղ տեսականիով։ Եվ այս ամենը ունի հատուկ ծածկույթ, որի վրա չեն հավաքում բակտերիաներ, միկրոբներ, այո, այս ամենը շատ կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր փոքրիկ բալիկների համար են ուտեստներ պատրաստում, որովհետև մենք ամեն ինչ անում ենք, որ լինի ստերիլ, մաքուր եւ օգտակար։ Այս դեպքում այս ամբողջ տեսականին հենց նաեւ այդ ամենի համար է նախատեսված։ Եվ ես ուզում եմ նշել, քանի որ դու ասացիր պրոֆեսիոնալ խոհանոցին էլ է վերաբերում այս ամենը, այո, ուզում եմ նշել, սա շատ կարևոր հանգամանք է։ Նաեւ ասեմ, սիրելիներս, օրինակ, տախտակը ունի երկու կողմ։ Մեկը ամբողջովին հարթ տարբերակն է, մյուսը այսպեսի փոսիկ ունի իր շուրջը, իր եզրը հատուկ նախատեսված, եթե ստեյքի միս ենք պատրաստել, հատկապես երբ ստեյքը լինում է մի փոքր հյութեղ եւ արյունոտ, այն դրվում է այս հատվածի վրա, որպեսզի այդ կտրատելիս այս հատվածները պարունակ, այսինքն հյութը լցվի այս հատվածում եւ ուտելիս որևիցե մեկին որևիցե անհարմարություն չպատճառի։ Ստեյք պատրաստեմ, սիրելիս, իհարկե ստեյքը կմատուցեմ հատուկ այս տախտակով, որովհետև ինքը նախատեսված է հատուկ ստեյքի համար։ Արի հիմա տան կարճ դադար։ Այո, բայց մի բան ասեմ։ Մենք հիմա պատրաստում ենք աղցանը, ինչ մեր կերակուրը կպատասխանի։ Այո, ես հասկացա, որ գորգռում է ականջիս մեջ, հիմա արի կարճ դադար, հետո վերադառնանք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, ահա մոտեցավ ավարտին մեր այս խոհանոցային հատվածը եւ պետք է այսօրվա համեղ ուտեստը արդեն մատուցենք, ահա տեսեք թե ինչ տեսք ունի մեր այսօրվա ուտեստը, այն շատ գեղեցիկ է, շատ համեղ բուրում է, ես հիմա կլցնեմ մատուցման ամանի մեջ, այս գեղեցիկ ափսեն մենք օգտագործենք այսօրվա համեղ ուտեստը ճաշակելու, ահա այսպես շատ համեղ է բուրում եւ իհարկե կարծում եմ շատ համեղ է ստացվել։ Ահա լոլիկները այսպես գեղեցիկ նաեւ տեսանելի են կարծում եմ։ Եվ այս բդիկների մասին չմոռանանք, տեղադրեմ անպայման այսպես վերևի հատվածում, որ տեսանելի լինի։ Այսպես շատ ճոխ, շատ հագեցնող եւ շատ համեղ։ Այսպես եւ իհարկե ինչպես նշել էի, մենք այստեղ շատ արագ ես աղցան պատրաստեցի, ընդհանրապես մեզ պետք էր թթվի տեսականի, ես այստեղ օգտագործել եմ թթու վարունգ, շուշան եւ իհարկե ծիծակ։ Դուք օգտագործեք ձեր ձեռքի տակ եղած որևիցե տեսականի։ Այսպես սա էլ կմատուցենք այս ամանի մեջ, կարծում եմ շատ համահունչ կլինի, շատ ախորժակ, այսպես ասած կբացի եւ իհարկե շատ ամեն ինչ ճիշտ կլինի։ Սիրելիներս պատրաստեք, ձեզ լավ նայեք, հետևեք, որպեսզի
Զերծ մնաք բոլոր տեսակի վիրուսներից եւ հիվանդություններից։ Սոնա ջան, քեզ առողջություն մենք անհամբեր քեզ սպասում ենք եւ բոլորիդ մաղթում եմ սիրելիներս լավ օրվա շարունակություն։ Առողջ եղեք, այսպիսի համեղություն հավելեք այս կերակուրին եւ վայելեք։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։